կոնկրետ տեղամասերում նույնիսկ բարձրաձայնեցին, ճիշտ ասած, այս պահին ընտրատեղամասը չեմ դուք ստուգել եք, տեսա, որ ձեր ցանկում չկար ոնց որ այդպիսի ահազանգեր։ Ցուցակներով շրջել, որ իմաստով։ Ցուցակներ ունեն, մտնում են ինչ որ ջնջում են անուններ եւ այլն։ Տեղամասի ներսում։ Տեսեք, ընտրական օրենսգրքի կարգավորումներն այն են, որ ընտրողների ստորագրություններով ցուցակը դիտորդները եւ վստահված անձինք եւ լրագրողները նաեւ կարող եք դրանց ծանոթանալ, բայց չէ կարող նկարել եւ նշումներ անել։ Միաժամանակ ընտրողների ցուցակները հրապարակային փաստաթղթեր են, ցանկացած մարդ կարող է ոստիկանության կայքից բեռնել եւ մենք արդյունքում տեսնում ենք խնդրահարույց երևույթ, որը խնդրահարույց է ինքը առանձին վերցրած որպես գործողություն խախտում չի, բայց ինքը հարցեր առաջացնող երևույթ է։ Դա երբ որ տեսնում եք վստահված անձ, որ ունի ընտրողների ցուցակը տվյալ տեղամասի, ու նորմալ է որ ունի, նորից դա ինչ բան չի էլի, կայքում կախված է։ Ու մոտը նշում է, Պողոսը եկավ, Պետրոսը չեկավ։ Դա տեղով խախտում չի, բայց դա հարց է առաջանում, թե ինչի համար է նշում։ Եվ կասկած է առաջանում, որ իսկ միգուցե նշում է նրա համար, որ տեսնի, որ Պողոսը չեկավ, զանգի Պողոսի վրա ճնշում գործադրի, որ բերի։ Այսինքն այդպիսի երևույթները իրենք արձանագրման տեսանկյունից դրանք արձանագրելը միգուցե իմաստ չունի, բայց այդպիսի երևույթները ուշադիր նայելը եւ այդպիսի անձանց պահվածքին հետևելը, տեսնել այս անձը լավ ցուցակում նշեց, որ Պողոսը եկավ, չգիտեմ, Փիլիպոսը չեկավ, բայց ինչ է անում ինքը։ Ինքը զանգում է Փիլիպոսին ճնշում է գործադրում, ինքը գնում Փիլիպոսին ուղեկցում է տեղամաս, Փիլիպոսի կազմակերպված տեղամաս բերել է անում։ Այսինքն ամբողջականության մեջ պետք է նայվի, եթե այդ ահազանգերը կան կոնկրետ տեղամասերի համարներով, տվեք խնդրենք մեր շրջիկ խմբերը դիտարկեն։ Գիտեք, հենց դրա հետ կապված է, որ այսպես կոչված այդ որակումը, հա, տերմին 10-ով չկին ասում, բայց իրապես նույն անձը, երբ որ շարունակապար գտնվում է տեղամասի մոտ, շատ դեպքերում նույնիսկ ցուցակը զլանում են բան, ուղղակի ընտրական ցուցակը որ փակցված է, եւ երբ որ տեսնում ես ինքը անդադ նայում է ու անդադ տեղ է գտնվում, ոչ եթե նույնիսկ ընտրելուց հետո չպետք է այդտեղ գտնվի, բարձր գործողությունները հուշում են, որ ինքը նայում է եկածների կամ հնարավոր բանի ծանոթների շրջապատը եւ միջոցների ձեռքարում որ բերի։ Այսինքն սա ընտրողի ազատ կամքի վրա ազդեցության մասին է խոսքը։ Եվ դրա հետ է կապված, որ ես հարցը բարձրացնում եմ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքին, այսինքն իրենք այդ մթնոլորտը կամ այդ իրավիճակը պետք է այնպես արգելեն, որ ընկալվի, որ դա անթույլատրելի է, դա ընկալելի չի, հա, որը չեն անում։ Շատ ես հստակ եմ ասում, հրահանգը շատ դեպքերում իշխում է ոստիկանները նույնիսկ այդ ձևի գիտելիք էլ ասենք, թե ընտրական օրենսգրքի այդ առումով չեն տիրապետում։ Նա անգամ հանձնաժողովի նախագահները գտնում են, որ իրենց անելիքը միայն քվեարկության սենյակում ավարտվում, հա, քվեարկության դասում ժամանակ չունեն քվեարկության սենյակից դուրս հսկեմ կամ բան, բայց այն դեպքում որ արգելված են հանձնաժողովի մեկ անդամ կարող է պարբերաբար դուրս գա եւ ուրեմն այդ աշխատանքները կատարի։ Այո, այդպիսի մտահոգությունը կա, որ ընտրողների չեկած ընտրողների տվյալների հիման վրա ինչ գործողություն է կատարում, այդ դա ուսումնասիրության հարց է։ Ես ասեմ, դե պատկերացեք քանի տարիներ ենք չէ անցկացրել։ Այդ երևույթը ցավոք սրտի կա, բայց այն ծավալը, որ ես հիշում եմ մինչև 2018 թվականի իհարկե չկա, բայց երևի թե այդ տասովչիկները շարունակում են մնալ որպես կարևոր գործիքներից մեկը, ինչ ասեմ։ ԿՀ երեկվա որոշ բանացեք վերաբերել դիտորդական կազմակերպությունների մասով, ընդհանրապես այս առավոտությունը դիտորդական կազմակերպությունների իրենց ներկայացուցիչների կազմը կանաչար են գործում տեղամասերում։ Շնորհակալ եմ։ Ես պետք է ասեմ, որ կեղծ դիտորդական առաքելությունների երևույթը Հայաստանի համար նոր չէ, բայց նոր է դիտորդական առաքելությունների պրոակտիվ կեղծ դիտորդական առաքելություն։ Այսինքն մենք նախկինում տեսնում ենք, օրինակ ինչ որ առաքելություն գրանցել է 5000 դիտորդ։ Մենք, չգիտեմ, ննում ենք 150 դիտորդ, իրանք նույն 5000 դիտորդ։ Հա, բայց տեսնում ենք, որ իրականում այդ 5000 դիտորդը ովքեր են, ընդամենը իրանց ինչ որ մի կուսակցության հետ աֆիլիացված մարդիկ, որ տեղամասում մենակ մի վստահված անձ են ժամանակ կարող էր լինել, մի 5000 մարդու էլ բերել են գրանցել, եւ իրենք չէին փորձում հանրային տպավորությունների վրա ազդել։
Հիմա մենք տեսնում ենք, որ դիտորդական առաքելություններ կան, որոնք որ կեղծ ահազանգերով փորձում են հանրային տպավորություններ ձևավորել ընտրությունների հետ կապված իրականությունից կտրված եւ սա է տարբերությունը եւ սա է մեզ եւ ենթադրում եմ նաեւ դա է որ նաեւ մեր գործընկեր ականատես առաքելությանը ստիպել է գնալ կենտրոնական տրական հանձնաժողով եւ ասել հարգելի ԿՀ խնդրում եմ զբաղվել այս երևույթով առհասարակ մեր խորին համոզմունքն այն է որ դիտորդությունը եւ քաղաքական գործունեությունը անհամատեղելի են Որովհետև եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ եւ եթե դու գալիս ես ընտրությունների հետ կապված գնահատականներ ես անում, քո գնահատականները ինքնին արդեն կասկածի տակ են դրվում։ Եթե դու երեք ակտիվ քննադատում ես X կուսակցությունը եւ այսօր եկել ասում ես X կուսակցությունը խախտում է արել, նույնիսկ եթե այդ X կուսակցությունը իրոք այդ խախտումը արել է, մարդիկ քեզ չեն հավատա, որտեվ կասեն, հա դե երեք X կուսակցությունը քննադատում էր, այսօր պարզապ դե ասել X կուսակցությունը խախտում արել, հո չի ասել չի արել, հո չէր ասելու չի արել։ Եվ այդ երևույթը բավական խնդրահարույցա մենք վատ ենք վերաբերվում կենտրոնական տրական հանձնաժողովի որոշմանը, դե մենք համարում ենք, որ կենտրոնական տրական հանձնաժողովը գոնե պետք է արձանագրեր խախտման փաստը։ Ֆորմալ առումով դե յուրե կենտրոնական տրական հանձնաժողովը չի արձանագրել, որ տեղի է ունեցել ընտրական օրենսգրքի օրինակ 23-րդ հոդվածով սահմանված, 30-րդ, 31-րդ, 32-րդ հոդվածներով սահմանված հստակ արգելքի խախտում։ Խախտման փաստը կենտրոնական տրական հանձնաժողովը չի արձանագրել եւ առհասարակ սա այսօրվա չէ գլոբալ քննարկման հարց է մենք փորձում ենք հիշել երբ է վերջին անգամ կենտրոնական տրական հանձնաժողովը արձանագրել որևիցե խախտում փոքր ընտրություններում մեծ ընտրություններում հեղափոխությունից առաջ հեղափոխությունից հետո շատ վատ ընտրություններում շատ լավ ընտրություններում եղել է որ կենտրոնական տրական հանձնաժողովը արձանագրի խախտման փաստը սա գլոբալ խնդիր է այսօրվա վաղարշապատի ընտրությունների հետ այդքան էլ կապ չունի դադրում եմ ընտրություններից հետո այս հարցերը պետք է բարձրացվեն այդ թվում նաև դիտորդական առաքելությունների հետ կապված կարգավորումները որովհետև մեզ համար խնդիր է մեզ համար գիտեք պայմանական եթե լինում է վատ լրագրող եթե լինում է անաչառության հետ կապ չունեցող լրագրող բոլոր լրագրողների հեղինակությունն է, չէ՞ ինչ որ առումով ընկնում հանրության վերաբերմունքը լրագրողների նկատմամբ նույնը դիտորդների դեպքում երբ որ կա դիտորդ, որը որ անաչառ չի, բոլոր դիտորդներից հեղինակությունն է հանրության աչքերում գցում Պարոն Յանիսյան ստացվում է, որ դիտորդները որևէ կերպ քաղաքական որևէ դիրքորոշում իրենց մասնավոր տիրույթում կամ սոցցանցերում կամ չգիտեմ այլ առիթներով իրավունք չունեն կամ չպիտի ասեն։ Ընտրական օրենսգիրքը ես ասեմ հետո պարոն Սարգսյան ուզում եք հավելել կամ ուզում եք դուք սկսեք։ Տեսեք, ժողովուրդ, շատ հստակ է, քաղաքական իրադարձությունների մասին խոսույթը եւ այս կամ այն կուսակցության օգտին կամ դեմ խոսելը խիստ տարբեր հարցեր են, որովհետեւ կուսակցության Առավել ևս, որ անձը հանդես է գալիս որպես դիտորդական, ու ինքը հայտ է ներկայացնում, որ ինքը նաև քաղաքական պաշտոնի է հավակնում։ Դա մի քիչ չի տեղավորվում, այսինքն դու քո առաքելությունը դադարեցնում ես որպես դիտորդ եւ զբաղվում ես քաղաքական գործունեությամբ, որի նպատակն է գալ իշխանության ինչ-որ լծակներ վերցնել կամ իշխանություն, չէ՞։ Այս համատեղելիությունը ինքը դիտորդական առաքելության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքի հետ չի տեղավորվում։ Սրա մասին է խոսքը, թե չէ։ Դա քաղաքական գործունեությամբ այդպես որպես այդպեսին չեն զբաղվում, չէ՞, դիտորդական առաքելությունը։ Դիտորդական ներողություն, դες ասեցի որևէ կուսակցության օգտին կամ դեմ, որևէ կուսակցության օգտին կամ դեմ հրապարակավ հանդես գալը դիտորդական առաքելության ժամանակահատվածում, հա, նախընտրական ժամանակահատվածում անթույլատրելի է։ Միայն նախընտրական։ Գիտեք, դե իհարկե, գիտեք, քաղաքական գործունեությունը դա, չգիտեմ, մեքենա վարելու նման մի բան չէ, որ ասես հստակ կարողանաս ասես, այս մարդը մեքենա վարում է, այս բանը թե չի վարում։ Քաղաքական գործունեությունը դա ավելի լայն հասկացություն է, պետք է գնահատել։ Օրինակ, երբ որ մարդ ասում է, մենք գնում ենք վաղարշապատում դիտորդություն անենք, որպեսզի ընդդիմությունը հաղթի։ Դա անաչառ դիտորդ, հա։ Այդ մարդը անաչառ դիտորդության հետ կապ։ Կամ մարդը ասում է, այս ինչ կուսակցությունը պետքա, չգիտեմ, իշխանություն զրկվի։ Եվ գալիս է դիտորդ։
Ես ոչ մի խնդիր չունեմ որևիցե մեկին քննադատողների հետ, ես ոչ մի խնդիր չունեմ քաղաքական գործունեություն շատ կարևոր գործունեություն է եւ երկրի ժողովրդավարական երկրի անբաժանելի մաս է, բայց կան գործունեություններ, որոնք անհամատեղելի են, քաղաքական գործունեությունը եւ դիտորդությունը անհամատեղելի է եւ նաեւ բարեգործությունը։ Գիտեք, ամենազնիվը կլիներ, եթե նման դիտորդական առաքելություն իրականացնողը հանդես գա գրանցվի որպես վստահված անձ այս կամ այն կուսակցության, որին աջակցում է։ Դա լրիվ ազնիվ է եւ դա այդ ինստիտուտը լիարժեք հնարավոր է, չէ՞, վերջին հաշվով հանդես գալ, որտեղ վստահված անձը շատ ավելի մեծ ուրեմն լիազորություններ ունի ընտրությունների դիտարկման ժամանակ, քան թե դիտորդական առաքելություն, ես բարձ ասեմ, բայց երբ որ դու այդ վստահված անձի կարգավիճակից հրաժարվում ես այն դեպքում բովանդակային առումով լիովին դրա բաները ունես հիմքերը եւ անցում ես կատարում դիտորդական առաքելության դաշտ, ապա այս դեպքում դիտորդական առաքելության կոնտեքստը նրա բովանդակությունը, այո, դա մարտահրավեր է, մշտապես եւ դա ոչ միայն մեր երկրում, ընդհանրապես եւ մենք այդ հարցը բարձրացնելով նաեւ ուշադրություն մի հատ ձեզ կառաջարկեմ, կհորդորեմ կենտրոնական տրական հանձնաժողովի քննարկման ընթացքը նայեք եւ մարդիկ, որոնց հետ կապված այդ հարցերը բարձրացին, իրանք ընդունել են, որ այո, այդ անկողմնակալության սկզբունքը խախտել են։ Բայց կենտրոնական տրական հանձնաժողովը Եվը կենտրոնական տրական հանձնաժողովին է պետք է հարցնել։ Եթե ամփոփենք հիմա կներեք, ձեր դիտարկմամբ մինչև այս